Բարև ձեզ, Ամեքպլիսի եթերում հարցազրույցն է եւ այսօր իմ զրուցակիցն է սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանը։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Շնորհակալություն հյուրերի համար։ Ձեզ հայտնի է, որ Եվրամիությունը հայտարարել է 15 միլիոն եվրո տրամադրել մինչև ընտրությունները հիբրիդային պատերազմի դեմ Հայաստանի դիմակայության կամ դիմադրելու համար, Հայաստանն է դիմել դրա համար։ Դուք ունեք պատկերացում, թե կամ իշխանությունները, որ դիմել են դրա համար, ինչ չափումներ են եղել կամ ինչ են հաշվի առնել, ինչ որ անհատական առանձին հրապարակումների մասին է խոսքը, թե իսկապես այդ հիբրիդային հարձակումները շատ են, կարող են ավելանալ մինչև ընտրությունները եւ ինչ ազդեցության մասին է խոսքը ընտրությունների վրա, որովհետեւ սա կարծեք թե նախընտրական, առայժմ նախընտրական հատկացում է համարվում։ Կիբերհանցագործությունների դաշտում եւ ընդհանրապես թվային դաշտում ռուսական հիբրիդային հարձակումների դեմ պայքարը Եվրամիության ռազմավարության մեջ է մտնում։ Եվ ինքը որպես այդպիսին ռազմավարական նպատակներից մեկն է չեզոքացնելը այդ հարձակումների։ Ընթացքում մենք 25 թվականի տեսանք առնվազն երկու շատ հնչեղ եւ միգուցե 1-2 ոչ այդքան դեպք Ռումինիայի նախագահի ընտրությունները, եթե հիշում եք, որտեղ որ չեղարկվեց, այնուհետև Մոլդովայում շատ մեծ գումարներ Ռուսաստան ծախսեց եւ շատ մեծ ազդեցությամբ հանդես եկավ։ Որոշ չափով նաեւ Չեխիայում դա աշխատել, Չեխիայում եկան իշխանության եվրոսկեպտիկ կուսակցության ներկայացները բան։ Մյուս կողմից իհարկե չի կարելի մոռանալ նրա մասին, որ որոշ բավականին հիմնավորված կարծիքներ են պատտվում Օրբանի կուսակցության կապի հետ, հա, կապը Ռուսաստանի հետ եւ այլն։ Սա նրա մասին, թե ինչու է Եվրամիությունը պայքարում եւ ակնհայտորեն հանդիսանալով Եվրամիության ռազմավարական գործընկեր երկիր եւ արդեն հիմա խոսքը գնում է վիզաների ազատականացման մասին, գոյություն ունի կոնկրետ ձևաչափ, որ Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն։ Նախընտրում է պրևենտիվ կերպով, այսինքն նախարձակ լինելով, չեզոքացնել այդ վտանգները, մերոնք դիմել են իմ կարծիքով։ Մերոնք են դիմել, խնդիրն թե մերոնք ինչ վտանգ են զգացել, որ նման ես այստեղ ձեզ հետ չեմ համաձայնվի, որ մերոնք դիմել են, որովհետև ոնց որ դիմել են, հիմա պատկերացրեք, դուք մի խոշոր ընկերության կորպորացիա հետ ուզում եք աշխատեք, ինքը ասում է ես ինձ հետ աշխատող ընկերությունների համար այսպիսի ծրագիր ունեմ, որը դուք պետք է իրականացնեք, եթե դուք ուզում եք, մի հատ մեզ կոպիտ ասած SMS գցեք, որ մենք ձեզ տեղից փոխհատկացնենք։ Այնպես չի որ Հայաստանը պատար կոտրել, որպեսզի դիմի եւ ստանա։ Ոչ, բոլոր գործընկերներին, այդ թվում բոլոր եվրոպական երկրներին, ինչ որ մաս դրանից հասնում անդեղ աղրելի գումարների մասն է իրականում խոսքը։ Միլիարդավոր եվրոներ են դրան հատկացված, որտեղ դա հիբրիդային պատերազմը ուկրաինական պատերազմի հետ մեկտեղ համարվում է Եվրոպայի պայքարը Ռուսաստանի դեմ, այսինքն այդ մեծ անվտանգային բյուջեի մասը։ Այո, փաստորեն դա Ռուսաստանի դեմ է։ Այո, միանշանակ, անկասկած։ Այդ դեպքում մեր Ռուսաստանն նաև կարող է Չինաստան ավելացնել, բայց հիմնականում Ռուսաստան, այո, ճիշտ է։ Այդ դեպքում մեր դիմադիրներն էլ քննադատում են, որ սա արտաքին միջամտություն է, կամ արտաքին միջամտություն մեկ այլ արտաքին միջամտության դեմ դա չի կարող արդյունավետ լինել, այսինքն ռուսական հիբրիդային այդ հարձակումների դեմ արդեն եվրոպական հակազդեցությունը չի կարող արդյունավետ լինել եւ նման հայտարարություններ են հնչում։ Բայց Ռուսաստանը ագրեսոր երկիր է մանկապիղծ բանակով, իրան չեզոքացնելը ոնց որ պարտականություն է յուրաքանչյուր մարդ։ Ուրիշ բան որ մեր ընդդիմության, դուք ես կասկածում եմ որ դուք ընդդիմություն որպես կոչում եք բաշի բուզուկներին, որոնք Պուտինից չեն կարողանում փոխվեն, որտեղ դրանք ընդդիմություն չեն, դրանք հակապետական տարել, որ դա միջամտություն է արտաքին ուժերի, որ վարչախումբը գիտակցում է, որ կարող է պարտվել այդպիսով չեզոքացնում է ընդդիմությանը, ոչ, իշխան Մամիջանյանը, Աշոտյանը, Լևոն Զուրաբյանը, բոլորը սխալվում են, իրենք շատ լավ գիտեն դա ինչ է, իրենք գիտեն, որ այդ հակազդեցության շնորհիվ ռուսական պրոպագանդիստական ոնց ասեմ, ճակատը կարող է լուրջ պարտություն կրի Հայաստանում եւ հետեւաբար հենց իրանք նույնպես կզրկվեն անիմաստ սուտ տարածելուց։
Դրան նաև միացել է նաև նույն Ռուսաստանը, բայց նաև ասում է, որ Ռուսաստանի հիմքերը հարավային Կովկասում շատ կայուն են, Ռուսաստանն ունի իր կայուն շահերը, այո։ Ռուսաստանն ասել։ Հա, երևելի բայարշնիկ են խմել։ Ոչ Ռուսաստանի դիրքերը հարավային Կովկասում։ Ագնա Պաշտոնյանն է ասել։ Այո, դե պարզ է, դա չի բայարշնիկ, այլ հարբեր։ Միխայել Կալուգին։ Այդ թազա ալկաշենք թե։ Լավ։ Էական չէ, Ռուսաստանի դիրքերը հարավային Կովկասում, Ռուսաստանի դիրքերը ամբողջ աշխարհում բավականին թույլ են։ Բացի երևի Տրամպի կաբինետից, այն էլ կդզվի է, սա ոչ սպասենք մենատնտրությունները կլինեն կոնգրեսի, դա էլ 15 Ռուսաստանը հարավային Կովկասում պարտվել է եւ դուրս է գալիս, ու ոնց որ խրխրում է։ Ինքը ինչա պատրաստում ստեղանել, ես չգիտեմ, կարող է ազդեցություն թողնել խոսքը ընդ որում ոչ թե վերաբերվում է, որ իր կողմնակից ուժերին բերի իշխանության եւ դրա կարիքը նաեւ չկա, որովհետեւ դրանք անդրադառնամ, ինքը հնարավորինս շատ իրանց ձայն ապահովի, այսինքն շատ սուտ խոսի, որպեսզի ասենք մարդիկ հիմնականում լուրջ տեղեկատվական աղբյուրներին կտրված կամ լուրջ տեղեկատվական աղբյուրները երբ անհասանելի են մարդկանց, մարզերում, գյուղական բնակավայրերում, որոնց մենակ մեկով են տեղեկություններ անցնում, իրանք կարող է այդ բանի շորշոփի տակ ինչ որտեղ սկսեն պրոռուսական կուսակցություններին ձայն տալ, սկսեն որ նա շարունակեն, որտեղ իրանք շատ հաճախ տալիս են։ Բայց այն ինչ կարող է անել Ռուսաստանը Հայաստանում, դա ուղղակի ծիծաղալ է։ Այսինքն իրանք ամբողջ այդ պայքարը նրա համար է, որպեսզի պրոռուսական ուժերը հնարավորինս շատ ձայն հավաքեն, վստահ եմ, որ իրանք էլ են գիտակցում, որ պրոռուսական ուժերը այստեղ բաց պրոռուսական ուժեր մեծամասնություն չեն հավաքի։ Մյուս կողմից քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իրանց ամբողջությամբ Ռուսաստանին, ամբողջությամբ ձեռնտու քաղաքականություն է վարում։ Հապկից չի դուրս մի հարց հետո անպայման կանդրադառնանք, եթե իսկապես այդպեսին է, եթե իսկապես պրոռուսական ուժերը այդքան էլ մեծ էլեկտորատ կամ ձայն չունեն Հայաստանում, այդ դեպքում այդ հիբրիդային պատերազմը, հակահիբրիդային ազդեցությունը ռուսական բոլոր երկրներին դա հատկացվում է։ Զուտ այդ բոլոր երկրներին հատկացում է, ես դրա համար նույնիսկ քիչ է այդ գումարը։ Այսինքն եթե վերցնենք Մոլդովայի օրինակը, այդ գումարը շատ քիչ է։ Ինչու է շատ քիչ։ Դրա պատասխանն նրանում է, որ Հայաստանի Հանրապետության իշխող ուժը ինքը իրենով հնարավորինս ամենապրոռուսական ուժն է։ Այսինքն առանց ֆանատիզմի, առանց եկեք Հայաստանի դրոշը պատրենք, Ռուսաստանի դրոշ կախենք, բայց ոչ հապկից է դուրս գալիս, ոչ ԵԱՏՄ-ից է դուրս գալիս, շատ հանգիստ գնում է ռազմական հանցագործ Պուտինի հետ հաց ուտում, խնդրեմ չունի դրա հետ։ Հա, հեծանի բա քշում, ամբողջ բանը, իսկ դա խնդրեմա լուրջ։ Խնդրեմա ում համար։ Առաջին հերթին խնդրեմա այն կուսակցությունների, ովքեր ասում են, որ իրանց պապան Վլադիմիր Պուտինն է, որովհետև ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը էլեկտորատին ասում է, գիտեք ինչ կա, ես Պուտինի հետ լավ եմ, ինձ ձայն տվեք։ Ամբողջ պայքարը ինչքան ժամանակ գնում է, բացեի բաց այն որ ասում գրեհիկ պրոռուսական եւ տափուկ սեղանի տակից պրոռուսական Փաշինյանի մեջ եւ իրանք ուզում են սա պահեն։ Դրա համար է ստեղծված այդ բանը եւ դրա համար այդ 15 միլիոն, ելի եմ ասում 15 միլիոնը քիչ է։ Եթե դուք ուզում եք ռուսական ազդեցությունը Հայաստանում կտրեք, դա 3 հրահանգ է, 3 որոշում է։ Հիմնականում բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, որը ամբողջությամբ ռուսական ռոպագանդիստական ալիքները փակում է, ռադիոհեռուստատեսության որոշումն է, որ ռուսերենով ռադիո կայաններ եւ ռուսերենով լրատվություն չի լինում, եւ Armenpress-ին արգելվում է 10-ից կամ ռուսական աղբյուրներից վերցնել միջազգային լրահոսը եւ հրամցնել այսպես ճուակարակը ժողովրդին։ Ու դրանով ռուսական ազդեցությունը այո, զգալիորեն դուք պատկերացրեք այդ 3 քայլը, որը որ առաջի այսպես ուղակի բանի վրա է, հա, մակերեսային քայլեր են, իրանք կարող է 40-ից 50%-ով կրճատեն ազդեցությունը, որովհետև հիմա ոչ մի բան չի արվում։ Դուք ասում եք դուրս չի եկել իշխանությունը կամ Հայաստանը ԱՊՀ կամ այլ ռուսական ՀԱՊԿ այդ կառույցներից, բայց ՀԱՊԿ-ում ամեն դեպքում սառեցված է եւ որևէ բանի չի մասնակցում։ Ինչ է նշանակում սառեցված է։ Իշխանությունները չեն մասնակցում։ Սառեցված է կարգավիճակը օգտագործել է մեկ անգամ Ուզբեկստանը լրիվ այլ պատմության բանով, որտեղ ավտորիտար պետություններ այնտեղ գազի եւ հանքային նյութերի խնդիր կար, ինքը չէր ուզում Ռուսաստանի հետ բանանել, ինքը դրսից ներդրում էր բերում, այդ էր թեման, որ ինքը դուրս էր գալիս։ Դե ԱՊՀ-ում մնացել է, ՀԱՊԿ սառեցել է, այն վաղ ՏԻԱՏՄ չկար։
նա Ուզբեկստանը չի մտել ԵԱՏՄ։ Դա ես գիտեմ, որ որոշ իշխանությանը մոտիկ վերլուծաբաններ շատ են սիրում այդ թեման բանանել, այ տեսեք Ուզբեկստանը սառացրեց, հետո դուրս եկավ, հետո հետ եկավ, հետո մի հատ էլ դուրս եկավ, Ուզբեկստանը ուր դուք ժողովուրդ հանգստացեք։ Հապկում սառեցված կարգավիճակը հիմա շատ հանգիստ վաղը կարան որոշում կայացնեն, որ սրանից հետո տաքացնում են, հետո։ Բայց շատ հանգիստ կարող են որոշում կայացնել, որ չեն դուրս են գալիս, այլևս դադարեցնում անդամակցությունը։ Դա ԵԱՏՄ-ի դեպքում էլ գիտեք, Փաշինյանը կամ իշխանությունները ասում են, որ երբ որ ժամանակը գա, մենք այդ հարցին էլ կպակցենք։ Ժամանակը վաղուց անցել է։ Դա ԵԱՏՄ-ից դուրս գալու ժամանակը անցել է մոտավորապես 24 թվականի վերջը, երբ Ռուսաստանի տնտեսությունը գահավիժեց։ Հենց հիմա արդեն ակնհայտ է ռուսականի կենտրոնական բանկի նախագահան Էլվիրա Սապիզադովը, Դաբիուլինան եւ Սիլուանովը իրենց ֆինանսների նախարարը եւ կառավարության ամբողջ անդամները եւ խոշոր բիզնեսը։ Ասում որ Ռուսաստանի գալիք 3 տարվա բյուջեն դեֆիցիտով է, հնարավորություն չկա, իրանք էմիսիա են։ Դեռ գահավիժելու է, որովհետեւ արդեն իրանք սկսել են ոսկիները վաճառել։ Այ ոսկիները, բաննա բրծել է, այո, բաննա բրծել, հիմնադրամն է իրանք կայունության վերջացել։ Բայց սա նշանակում է, որ արդեն ուշ է դուրս գալ։ Որովհետեւ տնտեսական գործ, չէ, տնտեսականը տենց չի, դու երբ որ դու մի քայլ անում ես տնտեսության մեջ, դու դրա արձագանքը տեսնում ես 6 ամիս, 1 տարի հետո, եթե սրա նման խոշոր, իսկ այս նմանատիպ քայլերը խոշոր դու կարող ես 1.5-2 տարի հետո, որտեղ նոր կոնտրակտներ պետք է կնքվեն, նոր բիզնեսներ պետք է, բիզնեսը պետք է վերաձայնվի, նոր ստանդարտներով պետք է արտադրանք լինի, նոր գործընկերներ, կոնտրագենտներ, նոր լոգիստիկ կապեր։ Այո, պարոն Սարգսյան, բայց պետք չի մեր բիզնեսին կամ մեր դեպի արևմուտք կամ այլ տարածաշրջաններ բիզնեսի համար այդ ճանապարհները փոքր-ինչ հարթելուց հետո նոր անդրադառնալ ԵԱՏՄ-ից դուրս գալ, չէ՞ որ ԵԱՏՄ-ը շարունակում է մեր ամենամեծ տեսեք տնտեսական գործընկերն է, Ռուսաստանը ավելի շուտ։ Չեք կարող հարթել դեպի այլ շուկաներ հայկական բիզնեսի ճանապարհը, որովհետև ԵԱՏՄ-ի այնիշ Տրամպի ամենասիրած բառը տարիֆները թույլ չեն տալիս, որ ձեր բիզնեսը զարգանա։ Ձեր բիզնեսը գործում է գոստերով։ Համաձայն այդ գոստերի, ասենք, չգիտեմ, երշիկի մեջ կարող ընդամենը 5% լինի կենսական սպիտակուցը, նույնիսկ միսը չէ։ Ճիլ, ոսկ, օրբան, այդ 5% են մնացածը ինչա, գոստը չի սահմանափակում։ Կարող լինի թուղթ, ինչպես սովետական միություններ, կարող լինի ինչ-որ բուսական ժեխ, կոմբիկեր, հա, սենց, ինչ-որ հիշում եք այս ցորենի պատմությունը, որ ցորեն ենք բերում, հացահատիկ ենք բերում, վերջում պարզվեց 4-րդ կարգի կոմբիկեր են բերում, նու 3-րդ ասեցին լավ հետո։ 3-րդ ասեցին ու մենք բոլորս ասեցին, որ կերել ենք արդեն դրանից եւ դեռ չեք կերել, այդ չեք կերել, այդ եկել է եւ մեծ հավանականությամբ գնացել է օղու արտադրության։ 3-րդ կարգի ցորենը որը գելա գնացել է օղու արտադրության։ Սամվել Ալեքսանյանն ներկրել եւ դուք մտածում եք, որ օղու արտադրությունը։ Իհարկե դա ուտելու բան չի։ Որտեղ 3-րդ կարգի ցորենը որպեսի դառնա սպիտակ ալուր, ես ձեզ ասում թե ուրախ մի եղեք։ Այնքան քիմիական նյութ եք ուտելու, որ իբրի տակ 1916 թվականի քիմիական հարձակման տակ գտնվող զինվորները կարող է դեզանից շատ ավելի առողջ լինեն։ Լավ, ընտրություններն եւ նախընտրական շրջանը արդեն ակտիվացել են կուսակցությունները իրենց բանակցություններում, անգամ ԿՊ-ն արդեն ցուցակ է կազմում, առաջինը նախընտրական ինչ դասավորվածություն կամ ինչ զարգացումներ եք դուք կանխատեսում։ Շուտ է դեռ կանխատեսել նախընտրական։ Բայց կան, չէ, արդեն զարգացումները սկսել են շարժել։ Իհարկե կան, իհարկե բավականին հետաքրքիր բաներ կարող է իրականացվեն մինչև ընտրությունները։ Ինչ հետաքրքիր բաներ։ Դե օրինակ տեսեք, ԿՊ-ն ստիպված է լինելու մանևրել, ինքը ստիպված է լինելու երթվել Պուտինին եւ միևնույն ժամանակ ընդունել Եվրամիության այդ գագաթնաժողովը։ Հետո անցկացնել Եվրամիություն Հայաստան հանդիպումը։ Բայց դա հայտնի, դրանք հայտնի միջոցառումներ են, երթվել է, չէ, բայց պետք է երթվի։ Այլ նորել ինչ երթվի։ Չէ, պետք է երթվի, չի կարա։ Չի կարա ինք։ Երթվի, որ ինչ։ Վախկոտ է, պետք է երթվի, որ իրան չծեծեն։ Այսինքն ավելի կոնկրետ ասեք, ավելի տեսանելի։ Ես չգիտեմ ինչի է ինքը ավելի տեսանելի, ես չգիտեմ ինչեւ իմա ինչ է ինքը Ռուսաստանի տանում, խիա տենց երջանիկ։ Ռուսաստանը ինչ անի, ինչ չգիտեմ, չգիտեմ ինչ անում, այն ինչ որ Ռուսաստանը անում է Փաշինյանի հետ կողարկված է։
Մենք ոչ մեկս չգիտենք, Ռուսաստանը Հայաստանի համար թշնամի երկիր է, 0 օգուտ է տալի, 0 ու լիքը վնաս։ Ես բազմիցս ասել եմ, մենք վերջի 4 տարվա ընթացքում $1 միլիարդ հենց այնպես նվիրել ենք Ռուսաստանին։ Ինչպես։ ԵԱՏՄ-ի բաներով, մաքսատուրքերով։ Էլ չհաշված որ 15 միլիարդի ոսկի են լվացել, էլ կարող է ավելի շատ են լվացել, մենք չգիտենք։ Ռուսները Հայաստանի միջոցով։ Բա իհարկե միջազգային մամուլով գնաց, չէ՞։ Որ ոսկին եկավ Հայաստանի տենց նույնիսկ քաղաքացիական պայմանագիր ֆրակցիայի անդամ որոշ օլիգարխի հետ փոխկապակցված միջազգային մամուլը։ Քյասյանի նկատի ունեք։ Այո։ Բավականին բարձրացրեց մեր արտաքին շրջանառությունը։ Ինչը բարձրացրեց։ Արտաքին ապրանքաշրջանառությունը, շրջանառության ցուցանիշը։ Տեսեք, ինքը ըստ նույն ձեր նշված անձնավորության Հայաստանի բյուջե բերեց $50 միլիոն։ Ընդհանրապես տարեկան թե չէ, այդ ամբողջ գործարքից։ Իսկ օրինակ երկրներ, որոնք առանց թաքցնելու այդ գործողություններ անում, Սերբիան, բանը, իրանք ունեն ուրիշ կանոնակարգ, իրանք ասում էին, օքեյ, դու եթե իմ մոտով բերում ես, որ 30%-ը պետք է մնա իմ երկրում։ Հնդկաստանը ընդհանրապես այս պահին երևի մի 48-ից $50 միլիարդ գումարը մնացել է Հնդկաստանում, որտեղ ռուպիայով չեն թողում հանենք։ Իսկ Հայաստանը արեց ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանին ձեռտա, իսկ մեզ ոչ։ Հիմա եթե դուք ասում եք, որ այդ դատարկ փուչիկ թվերը Հայաստանին բան են բերել, ոչ։ Իրականում բացի փուչիկ թվերից ոչ բան տեղի չի ունեցել։ Հայաստանի ռեզիդենտ, Հայաստանի քաղաքացիների աշխատավարձերի փոփոխություն տեղի չի ունեցել, եկամուտի փոփոխություն տեղի չի ունեցել, տնտեսության համար կարևոր բոլոր ոլորտներում երրորդ արդեն իսկ 4-րդ երամսնակն անկում է, բացի շինարարության ոլորտից ոչ։ Կենտրոնական բանկի նախագահը հայտարարեց, որ մենք ունենք այս տարի նույնպես տնտեսական բարձր աճի ռեժիմի մեջ են գտնվում եւ 8%-անոց շուրջ 8% ակտիվության աճի։ Տնտեսական ակտիվության աճը ես չգիտեմ այդ ինչ այտենց բան են հնարել, որ նայում շատ հեռու չի։ Որ նայում եք որ տարբերություն կա, բայց իհարկե, չէ, ահավոր հեռու է, որտեղ նույն արտադրության ոլորտում, էլեկտրոէներգիայի արտադրության ոլորտում, տրանսպորտի ոլորտում, դրանք որ նայում ես այդ ոլորտները կամ -1 են կամ +1-2 են, առավելագույնը 3, բայց տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը որ ասենք, որ նայում ես բացի շինարարությունից ոչ միտեղ այտենց տիպ չկա։ Գալիս է 7-8։ Դա փուչիկ է։ Լավ։ Տեսեք, շինարարության ոլորտը իրականում ինչա սա փուչիկ։ Այս նույն տեմպով, այս նույն մոդելի մեջ Չինաստանը իր տնտեսությունը վարի տվեց։ Ինքը անում էր այդ ռեգիոնալ բաներ, քաղաքներ, գիտեք, քաղաքներ էր կառուցում, դատարկ։ Իսկ ինչու վարի տվեց Ամերիկանը վախենում հիմա չէ։ Ժողովուրդ, ուրեմն ես Հայաստանի մնացած քաղաքական կամ փորձանգագետների նման չեմ։ Ես որ բան եմ ասում, թողեք կամ ինչերով, այդ նույնիսկ չէ որ Չինաստանը հզոր երկիր է, որովհետև Չինաստանից դե ավտոներ են գալի, ոչ։ Չինաստանի կառուցապատող ընկերություններից ամենախոշորից 4-ից 2-ը բանկրոտ են։ Դրա պատճառով Չինաստանի արտաքին պարտք կա գոյացել տրիլիոնավոր։ Չինաստանում հայտնի է, որ այդ կառուցված բաները, քաղաքները, որտեղ մարդ չի ապրում, սկսել են տրաքացնել, որտեղ մոդելը հետևյալն էր։ Մենք կառուցում ենք, կարևորը մենք կառուցենք էդի վիճակագրությունը, այդ վիճակագրությունը ներկայացնենք կենտրոնական Պեկինի գրասենյակ, կոմկուսի իրանց։ Ընդեղից մեզ կտան մեդալ եւ շնորհակալություն, իսկ թե ով կապրի, ով չի ապրի, մեկ է, որովհետեւ տնտեսական ակտիվության համար են մեդալ տալիս, ոչ թե մարդկանց բնակության։ Բայց մեր նոր շենքերը, որոնք Երևանում կառուցվում են, կառուցվել են, շարունակում են պահանջարկ ունենալ։ Ոչ, դրանք որևիցե պահանջարկ չունեն։ Մարդիկ գնում են դրանք։ Մարդիկ գնում են, որովհետեւ տեսեք, մարդիկ գնում են երկրորդ, երրորդ բնակարան հիպոթեկով։ Թեկուզ։ Ոչ, դա թեկուզ չի։ Հիպոթեկը առաջի հիպոթեկա անհրաժեշտությունը ընտանիքի համար, երկրորդ, երրորդը ոչ, առաջնային շուկան բոլորի հիպոթեկա ով է ուղղակի տուն։ Չէ, ես նկատում եմ ոչ բոլորն են որպես երկրորդ, երրորդ բնակարան, քչեր ունեն այդ հնարավորությունը։ Ժողովուրդ, հիպոթեկի հնարավորություն ով ունի։ Դուք մոտավորապես պատկերացնում եք հիպոթեկի ինչի մասն է։ 30 տարի ստրկության, հա, 30 տարի ստրկության գնալ բանկին, այն շենքի համար,
որը ընդհանրապես ոչ մի սեյսմիկ կանոններին չի համապատասխանում, բնապահպանական կանոններին չի համապատասխանում, 25 հարկանոց շենք է Երևանի կենտրոնում, որը հնարավորություն նման բարձրարկերը քիչ են Երևանում։ Հիմա դրանք են։ Ու Արշակունյացը նայեք։ Արշակունյաց Պողոտան, աչից ձախից 20-25 հարկան։ Դեպի վերև նայեք։ Այդ շենքերը, որոնք որ հիմա կառուցվում են, իրանք չեն համապատասխանում նույնիսկ Հայաստանի Հանրապետության շինարարական կանոններին։ Պարոն Սարգսյան, եկեք այնուամենայնիվ ընտրություններին վերադառնանք, ըստ ձեզ դա ընտրությունների ամենակարևոր թեման է։ Շինարարությունը։ Տնտեսական աճը նկարելը։ Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ չի անդրադառնում տնտեսության խնդիրներին։ Տեսեք, ինքը օրինակ կառուցում է դպրոց։ Իսկ երբ այնքը վերջի անգամ կրթության մակարդակի մասին խոսել, բացի նրանից, որ տիկնոջ էլ դուրս է գալի եթեր ու ասում է, որ բիկինին, մինի յուբկան եւ բանը բաճկոնը նույնքան նորաձև են, ինչքան կրթությունը։ Թե հակառակն ասում, չգիտեմ։ Այդ ինչ հիմարություն է նորաձևությունը, չգիտեմ։ Ուժերի ինչ դասավորություն եք պատկերացնում։ Չկա ուժերի դասավորություն, հենց հիմա սա ինչ ասեմ, կոչվում է են, հանդիպում են, փորձում են։ Հենց հիմա ինչ որ կատարվում է, ինքը չի ենթադրում ուժերի դասավորվածություն, հիմա քաոս է։ Բայց բանակցում են կուսակցությունները։ Ահա, բայց քաոս է, որովհետև գոյություն չունի։ Փաշինյանը հայտնի է ինչ անում։ Փաշինյանը վերցրել է ռուսական թևի ամենակարևոր դրոշը, նրանք լնգուլավազի պես վազվզում են այդ ռուսամետ կուսակցությունները, որտեղ իրանց ոտի տակից հողը տարել է։ Իրանք ընդհանրապես ձայն չունեին, հələ մի հատ էլ ինքը ավելի ռուսամետ է, քան իրանք բոլորը միասին վերցրած։ Ինչով է ռուսամետ նրանով, որ ինքը բարևելուց պատճվում է։ Ասենք բարևելուց պատճվելուց հետո Հայաստան եւ քննադատում են Ռուսաստանին։ Որոշ շրջանակներին ասում է ԿԳԲ-ի ագենտներ են, օրենք են աջակցում ընդունել Եվրամիության անդամակցելու։ Արադ Միրզոյանը ասում է, որ կներկայացնենք մենք այնուամենայնիվ Եվրամիության անդամակցելու հայտ։ Չեն կարող չներկայացնեն։ Դա ժողովրդի պահանջ է, որը վերաձևակերպել է, դարձել է օրենք։ Հայաստանի Հանրապետության օրենք է։ Ազգային ժողովի կողմից ընդունված, նախագահի կողմից ստորագրված։ Եվրամիություն գնալը այլևս օրենք է։ Այդ օրենքի ընդունումից հետո յուրաքանչյուր քայլ, որը ուղիղ չի տանում դեպի Եվրամիության անդամակցություն, համարվում է օրենքի խախտում եւ դատախազության գործ պետք է դառնա։ Հասկանալի է, բայց կարող են չընդունել, չէ, օրենքը իրենք ընդունել։ Չեն կարա չընդունեն, 60000 այսենց հավաքվեց։ Իրանք շատ լավ գիտեին, որ պատրաստ են 300,000-ը հավաքեն։ Լավ, պարոն Սարգսյան, ամեն դեպքում իդեպ դուք ինչ որ ընտրություններին մասնակցելու ցանկություն մտադրություն։ Այո, ցանկություն մտադրություն ես այլ մասնակցել եմ։ Ինչ է 17 թվականից մասնակցել։ Ինչ է կանել, որպես Դե հիմա այս պահին աշխատում ենք կուսակցություն ստեղծելու վրա, որպեսզի մտնենք արդեն մեր բանով։ Ինքը այո, ինքը բացառապես Եվրոատլանտյան ինտեգրման վրա է աշխատելու։ Ում հետ եք դուք այդ առումով ինչ անշարժ ովքեր կան ձեր 400 հոգի մարդ առնվազն այս ամառվա ընթացքում հանդիպել ենք ամառվա աշնան ընթացքում։ Ում ենք ճանաչում մենք։ Ինչ պարտադիր է դուք ճանաչեք մարդկանց։ Դուք չպետք է ընտրեք մարդուն։ Դուք պետք է ընտրեք գաղափարը։ Մարդուն ընտրելը որն է։ Հիմա ասենք լավ, ում եք ճանաչում, ում եք ճանաչում բանը հեղափոխության ժամանակ։ Իսկ Նիկոլին չէիք ճանաչում։ Դուք որպես լրագրող ճանաչում եք։ Ու ինչ է, ոնց էին ճանաչում։ Չուկչակ չարակչակ ցմփ, հա։ Մարտով դուրս էր գալի ազգային ժողովի բեմի մոտ գոռում էր Խաչատրյան Գագոյին կոռուպցիա, ոնց էր, կոռուպցիայի բրոնտոզավր։ Այդպես էին ճանաչում, հա, այդ լուրջ այդպես քաղաքական բաներ, որ իր հետևից գնացին հեղափոխություն արեցին, չէ։ Մարդիկ գաղափարի հետևից են մնում։ Իսկ երբ է պատրաստում կուսակցությունը գրանցել։ Դա արդեն կապված է պետական ռեգիստրից։ Դիմել եք։ Չէ, բարձր, մեծ ունենց օրենք է փայլում, շատ փայլուն օրենք է, այդ օրենքի համաձայն համապատասխանեցնում ենք արդեն բանագնում։ Իսկ զուգահեռ փորձում եք ինչ-որ ուժերի հետ աշխատեք կամ չունեք դրա կարիքը համագործակցել։ Իհարկե ունենք, իհարկե փորձել ենք աշխատենք, բայց ասենք ինչ-որ մի տեղից դուրս գա։ Երբ որ իրանք ձևավորվեն, երբ որ իրանք հասկանան, որ մենք ի սկզբանե, հələ դեռևս Արմեն Հովհաննիսյան Կարիերջանկայի շատակ մենք իր հետ ենք սկսել եւ մեր դիրքորոշումը ու առնվազն ասենց ասեմ 22 թվականի փետրվարի 24-ից ես երևի շաբաթը առնվազն 2 ժամ եթեր եմ ունենում տարբեր տեղեր, շաբաթական։ Այսինքն իմ դիրքորոշումը պարզ է, այսինքն պարզ ճակատով կանգնում ասում եմ։
Իսկ մարդիկ ովքեր սենց բաներ են անում, իրանց մոտ դե այդքան էլ միանշանակ չի, այսօր Ուկրաինան լավն է, վաղը այդքան էլ լավը չի, այսօր Ռուսաստանը վատն է, վաղը դե բայց ոնց առանց Ռուսաստանի կարանգյոլա գնանք, բայց Չինաստանն էլ կարևոր երկիր է, այդ իրանց տենց շատ լուրջ պտուտակի տեղ դրած այդ որ կռուտի տեղն ելնում, գիտեն թե մարդիկ բոլեն իրանք հոլ են վրեքները ֆորում են, իրանք պետք է կողմնորոշվեն։ Եթե կողմնորոշվեն գան ասեն ինչ կլինի մեզ է վերցրեք, որովհետև մեզ անտեսում են, մեզ վատ են վերաբերվում, կասենք լավ, ժողովուրդ մի կադենցիային վատ մի վերաբերվեք, ոնց է լավ։ Իսկ դուք նշում եք ռուսամետ կամ արևմտամետ, այդ դաշտում ինչ դաշինքներ կարող են ձևավորել կամ նախկին իշխանությունների դեպքում գոյություն ունեցող ընդդիմադիր դաշտում ինչ որ դաշինքներ նախընտրական կարող եք տեսնել։ Ինձ թվում է, որ գոյություն ունեցող այս պահին ովքեր որ ազգային ժողովի ընդդիմություն են, իրանք արդեն ոչ, իրանք տենց տապալվելու մոտիկ են, սպառվել են, դե բան չունեն ասելու։ Քոչարյանի եւ Դե հա, իրանք սպառվել են, եղած ընդդիմադիրը դա Քոչարյանն է եւ Վանեցյանի այդ թևն է, չէ՞։ Սերժ Սարգսյանի։ Հա, երկու բան, հա, իրանք հիմա ով կա, իրանք սպառվել են։ Իրանք վերջացել են, իրենք բան չունեն ասել։ Կարծում եք նոր պետք է լինի, այդ նույն պլատֆորմների վրա, չէ, կարող ունենա, հարցը դա չի, դա կախված է նրանց, դա Նիկոլը ոնց կձևավորի իր բանը, որովհետև այն ժամանակ էլ մեծ հաշվով Փաշինյանը իրանց բերեց իշխանության, հո իրանք չեկան։ Իրանք տեսեք, երբ դու կառուցում ես, ասենք դու ունես 70% վարկանիշ, եւ քո ամբողջ նախընտրականը կառուցում ես նրա վրա, որ ցեխից ինչ որ մեկին հանում ես, որ բոլորը զզվում են, հանում ես, նստացնում ես, ասում ես, այ դու լուրջ ընդդիմություն ես, այ ես քո դեմ պայքարում եմ, բան մի վերջում քո մարդիկ սկսում են հավատալ, մանավանդ եթե իրանք քաղաքականության մեջ չեն։ Իսկ իշխանությունները ինչ հնարավորություններ ունեն նորից ամեն դեպքում քիչ թե շատ եղած սոցիալական այդ սոցհարցումները ցույց են տվել, որ ամենաշատը ամեն դեպքում ունի քաղաքացիական պայմանագիրը վարկանիշ։ Տեսեք, հարցումների հետ կապված այսպիսի բան կա։ Հարցումները ցույց են տալի դա, հա, բայց ասենք նախորդից մինչև հիմա էլի Փաշինյանի վարկանիշը ԿՔՊ-ի վարկանիշը էլի անկում եղել է։ Բացի դրանից իրանք ունեն ամենաբարձր բացասական վարկանիշը։ Բացի ամեն ինչից։ Երբ ոչ ես հարցում, 60%-ի մոտիկ է։ Իրանք նույնիսկ տեղ կա Քոչարյանից ավելի բացասական են։ Այս ամբողջ տեխնոլոգիան, որը վերաբերվում է հարցումներին եւ հարցումների հիման վրա աշխատելուն, օքեյ, ինքը մի քիչ բան է, ասենք ես կարամ, որ մասնագիտական է, բայց դա ոնց որ մեր իրականության մեջ քանի որ որոշումը դեռևս կայացվում է ստամոքսի մակարդակով շատ հաճախ, ստամոքսի եւ հույզերի։ Դա այդքան բան չի, հա, չկա, դու չես կարող գնալ։ Հիմա որ խոսում ենք, հանդիպումներ ենք կազմակերպում, խոսում ենք, մեկը գալիս են ասում են, բայց դե բոլորդ միացեք, էլի։ Հարցնում ես, ինչի բոլորս միանանք, որ բարձում է, որ իրանք ուզում են, որ մենք բոլորս միանանք, որովհետեւ իրանք հավես չունեն մտածելու, տարբերություն տեսնելու։ Իրան միևնույնն է, ինքը Նիկոլին չի ուզում, բայց ասում է բոլորդ միացեք։ Որովհետև ինքը ուղղակի Նիկոլին չի ուզում, ինքը ուզում է ինչ-որ մեկին ձայն տա, որը Նիկոլ չի։ Ինքը չի ուզում խորանա ով է, ինչ է, ինչն է տարբերությունը։ Ասում է գնացեք բոլորդ միացեք։ Ասում ես կիսի ով միանա։ Դե սաղը էլի։ Տեսեք, ես ինչ եմ ուզում ասեմ, քաղաքացիական կրթության մակարդակը եւ գիտակցության, լավ, քաղաքացիական գիտակցության մակարդակը Հայաստանում ինչպես եւ յուրաքանչյուր հետ խորհրդային երկրում շատ ցածր է։ Ու բացի Բալթյան երկրներից, որոշ չափով նաեւ Ուկրաինայից, որտեղ պատերազմ է գնում, բոլոր մնացած երկրներում այս պահին ունենք այն ինչ որ ունենք։ Դրա համար եմ ասում, երբ որ դուք կամ մենք խոսենք վարկանիշներից, մենք կարող ենք խոսել դրա մասին, բայց վարկանիշները ընդհանրապես կոպիտ ասած մասնագիտականորեն ինձ համար կարևոր են, որպեսզի կարողանամ կառուցեմ ինչ որ ռազմավարություն նախընտրական, բայց ելնել վարկանիշներից, որովհետև նախ եւ առաջ չի էլ ասվում, թե ինչն է, օրինակ տեսեք, վարկանիշ են ասում 18, ումից է հաշվարկը, նրանցից ովքեր կգնան ընտրությունների, նրանցից ովքեր չեն, ամբողջ ընտրանքից է, ընտրանքի սխալը ինչքան է, քանի հոգի այդ հարցին պատասխան է, ըստ դրա ընտրանքի սխալն է փոխվում, մացվածողություն ինչքան, այսինքն այնտեղ բավականին մեծ գործիքակազմ կա, որը հարցում իրականացնողները
նախ գիտեն, որ շատերը չեն տիրապետում, ուղղակի չեն տիրապետում, չգիտեն այդ ինչա ու չգիտեն դա ոնց անվանում։ Մյուս կողմից էլ դե մտածում են ինչի տանք որ, մեկը ոչ մեկին պետք չի։ Պարոն Սարգսյան, մեր մոտ երբ որ սոցհարցում ա լինում, միշտ կարծիք կա զուգահեռ գնում, որ սա ընդդիմությունն է պատվիրել, իր օգտին է, սա իշխանությունն է պատվիրել իր։ Խնդրեմ։ Ձեզ հասանելի քաղաքական հարցումներից գրեթե 99%-ը շպրտելու բան է։ Հեռախոսային քաղաքական հարցում չի արվում։ Պատկերացրեք, ձեր բջջային հեռախոսին գալիս է զանգ։ Ու ասում են բարև ձեզ, մենք անում ենք անանուն հարցում։ Շատ հետաքրքիր է, մարդկանց մի մասը չի հասկանում ստեղ անեկդոտը որն է։ Բալիկ ջան, բջջային հեռախոսից է զանգ է։ Սրա անանունը որն է։ Տելսելի բանին սարքին մոտենաս, անունս, ազգանունս, գրանցման հասցեն, հոսանքից նախորդ ամսվա պարտքը, ընտանիքիս անդամներին, սաղին իմանաս դրա անանունը որն է։ Իսկ ով ասեց, որ կարելի է քաղաքական հարցում անել բանով, հեռախոսով, ընդհանրապես։ Հեռախոսով անում են, ասենք, չգիտեմ, լվացքի փոշու, տուփի գույնը լավն է, կարմիրը թե կապը։ Այդ դուք սոցիոլոգ եք, այդ դաշտում չկա ինչ որ անկախ խմբավորում սոցիոլոգիական, չէ, անկախ որը խմբավորում որոշի ինչ որ թեկուզ դրամաշնոր գտնի եւ հասկանա հասարակության տրամադրությունները, մենք փորձել ենք բազմիցս չի բանարվում, որովհետեւ նրանք ովքեր որ պատվիրում են, շատերը պատվիրում են գալուչքի համար իրանց մեկը, դրսի մասին է խոսքը, իրան գիտեն ինչ է։ Ստեղինները ընդհանրապես չեն հասկանում դա ինչի համար է, ընդհանրապես զրո գիտելիք ունեն դրա մասին։ Այդտենց, ոչ մեկին պետք չի։ Լավ, Հանրապետականից Հայկ Մամիջանյանն ասում է, որ Հայաստանում վաղուց արդեն ընդդիմություն եւ դիմություն հասկացողություն չկա, կա Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ եւ նրան ընդդիմադիր է արդեն ժողովուրդը։ Համաձայն եք դրա հետ ու նա նաեւ ավելացնում է, որ ժողովուրդը ոտքի է կանգնելու կամ պետք է ոտքի կանգնի իշխանությանը հեռացնելու համար։ Ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար ոտքի կանգնի ըստ ձեզ։ Մամուջանյանը ծակվեց, հա, որ ինքը Փաշինյանի հետ է, լավ, օքեյ։ Դե որ ասպա ընդդիմություն չկա, բա իրանք ով են։ Կա, նա ասում ամբողջ ժողովուրդն է ընդդիմություն Փաշինյանին։ Դեք հասկանում եք։ Ինձ թվում է վերջի մարդը, ով իրավունք էր ունեցել ամբողջ ժողովրդի անունից խոսալ, նու սենց որ շատ հեռու չգնանք, Նապոլեոն Բոնապարտն էր։ Ամեն դեպքում։ Հա, չէ, ինչ է նշանակում ամբողջ ժողովուրդը։ Ամբողջ ժողովուրդով է, Հայաստանի բնակչությունն է, հայ ազգն է, Հայաստանի քաղաքացիներն են, Հայաստանի անձնագիր ունեցողներն են, երկակի ինչ է նշանակում ամբողջ ժողովուրդ։ Դա ինչ խոսք է ընդհանուր, ինչ խոսույթ է, ժողովուրդը որն է։ Քաղաքական գործիչ է, չէ՞, ասենք ինչ է, ամբողջ ժողովուրդը, ոչ ամբողջ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի դեմ չի, ամբողջ ժողովուրդը սկի իր դեմ չի։ Կա 68%, ում մոտ որ Նիկոլ Փաշինյանը, ասենք, բացասական վարկանիշ ունի, ինձ թվում է 67%-ի կարգի Սերժ Սարգսյանն է, իրանք ընդհանրապես ցուցակում չկան, որտեղ ամբողջ ժողովրդի 90%-ը իրանք չի ճանաչում, կոնկրետ։ Հայկ Մամուջանյանը Հանրապետական կուսակցություն։ Հա, ապրինք։ Հələ լավ Աշոտյանը ասել, ասեի հա լավ, իրանք գոնե ճանաչում են, հիշում են իրան ինչ որ տեղերից։ Մամուջանը Հայկ ասում են էլի, հիմա տեսեք, դուք էլ եք վերցնում մարդով Հանրապետական կուսակցությունից է, բայց դե լավ, օքեյ, հիմա փորձում եք սարքեք դրանից թեմա։ Ոչ դա տեղ չի։ Ինքը պոպուլիստական, փորձում է պոպուլիստական դաշտ մտցնի Հանրապետական կուսակցությունը, որը հակասում է այդ օրենքին։ Իրանց այնց բանին հակասում։ Ընդդիմության մի հատված ամեն դեպքում հայտարարում է ողջավորված Գյումրիի ընտրություններից, ասում է, որ մենք նույնը կկրկնենք, փորձենք այդպիսով իշխանություն վերցնել նաև ողջ Հայաստանում 2026 թվականի ընտրություններին։ Այդպես դրա հնարավորությունը կա ըստ ձեզ։ Այս լավն է։ Հետո նրանց ինչ որ հետո են ձերբակալումներն են կբանանելու կրկնելու։ Տեսեք, դուք այդ թակարդի մեջ եք։ Ձեզ թվում է, որ նախկին կոչվածները, ուրեմն հիմա նախկինը Նիկոլն է նախ։ Այդ նրանք արդեն նախնադարյա են։ Այն ամենը աշխարհում ինչը եղել է մինչև ուկրաինական պատերազմը, այդ հնություն է։ Այն ինչ որ եղել է մինչև կովիդ, դա արդեն նախնադարյա է։ Ոչ մեկ դրա մասին չի հիշում, ոչ մեկ դրան չի անդրադառնում։ Չի կարող կուսակցությունը։ Ընտրությունները նախնադարյան չեն։ Նախնադարյան են։ Նախնադարյան ամբողջությամբ նախնադարյան։ Ինչ կապ ունի բանը, քաղաքական ուժերն են նախնադարյան։ Ասենք իրանք չկարողացան, հա, դա չի որ այդ Գյումրի ընտրությունները եսին վայ մի գիտես
ինչ որ ցուցանիշը։ Գյումրի շատ սպეციფიկ տեղ է։ Գյումրիում որպեսի ընտրություններ անցկացնես, ասենք ինչ որ հարցնեին այն ժամանակին որ խորհրդատվությունները ոնց տապալել ընտրությունները, ես կասեի, բան արեք, վերցրեք մի հատ ոչ գյումրեցի, երկու հատ ոչ գյումրեցի, մի 4 հատ էլ նրանք այնց մարդ որ գյումրեցիք նայեն ասեն էսի սան չի, որ իրանք գնան այդ ոչ գյումրեցիների համար բան անեն, քարոզ արշավանեն, այդ այլ։ Դուք Ուկրաինայից խոսեցիք, Ուկրաինայի դեպքում կարծեք թե ինտենսիվ բանակցություններ կան, Ամերիկա, Ռուսաստան, Եվրոպա, Ամերիկա, այդ բոլորը միասին։ Եվրոպա, Ամերիկա բանակցություններ չկան։ Կան ինչ որ քննարկումներ։ Չկա բանակցություններ։ Հիմա ասենք ես մեջն եմ, դուք ասում եք կա։ Ну, в смысле թեմայի մեջն եմ։ Ու ամենօրյա ռեժիմով Եվրոպա, Ամերիկա բանակցություն չկա։ Գոյություն ունի քննարկում խորհրդատվական մակարդակով Ուկրաինա ԱՄՆ։ Եվ գոյություն ունի համատեղ Եվրոպա Ուկրաինա դիրքորոշում, որը բանակցություններ չի։ Իրանք ուղղակի համատեղ որոշումներ են կայացնում։ Լավ, բավականին հակասական հայտարարություններ են հնչում հատկապես Ամերիկայից։ Նրանք ասում են, լավ է, բավականին ինտենսիվ առաջ է գնում, հույս կա, հետո կտրուկ հակառակ հայտարարություն են անում։ Ինչ վիճակ է այնտեղ, հույս կա պատերազմի ավարտին կամ ինչ որ ընդհանուր համաձայնության։ Այդ անհետեթ հայտարարությունները դրանից է որ Տրամպի մոտ ներսում խնդիր կա։ Ինչ։ Հանրապետականների majority leader-ին նա դուրս եկե մագանա դուրս եկե սա միջանկյալը չի, բայց ընթացիկ ընտրություններում մի քանի տեղ լրջագույն պարտություն ա կրել դեմոկրատներին հանձնելա նույնիսկ Մայամին, որը 28 տարի հանրապետական քաղաք էր, այսինքն իր կուսակցությունը պարտվում է ամեն տեղ, իր կուսակցության սենատորներ այդ Կարիբյան ծովում տեղի ունեցած իրադարձությունները արդեն գնահատում են որպես մարդասպանություն, հետևաբար Փիթեքսը, որը իր պաշտպանության կամ ինչպես ինքնասիրում ասել պատերազմի նախարարն է, լրջագույն խնդիր ունի ռազմական անձնական Ուկրաինայի դեպքում ինչ ես բացատրում Ուկրաինայի պատերազմը ինչպես ամբողջ աշխարհի, այդպես նաև մեր տարածաշրջանի ու երկրի զարգացումների Տրամպը ինչպես Հայաստանը Ալբանիայից չի տարբերում, տենց Ուկրաինայի տեղը քարտեզի վրա չգիտի։ Դուք պետք է հասկանաք, որ ցանկացած գոնե Ուկրաինային է կիմանա։ Ես ես ասում եմ, որ ինքը չգիտի ինչա կատարվում ու քարտեզի վրա չգիտի Ուկրաինան որտեղ է։ Ինքը չի բանակցում։ Պուտինի հետ հանդիպել է Անկորիջում, բայց ինքը չի բանակցում։ Բանակցում է իր տնտեսան եւ իր անշարժ գույքի գործակալը, որոնք ոչ սենատի կողմից են հաստատված, ոչ էլ հանդիսանում են Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնյաներ։ Իրանք իր անձնական ընտանեկան հարցերն են լուծում Ռուսաստանի հետ։ Ամբողջ խնդիրը, որը հիմա փորձում է Տրամպը լուծել։ Շատ արագ, մինչև միջանկյալ ընտրությունները 26 թվականի, իր ընտանիքի համար ստեղծել լավ պայմաններ, որպեսզի ռուսական օզերա կոոպերատիվի հետ միասին ստեղծեն համատեղ ձեռնարկություններ, փող աշխատեն։ Տրամպին չի հետաքրքրում Ուկրաինան, ինքը դրա համար ասում է պետք է Դոնբասից դուրս գալ։ Դուք պետք է հասկանաք, իրանք ասում են Դոնբասից դուրս գալ, դա նույնն է, ոնց որ Հայաստանն ասեց Սյունիքը պետք է տաս։ Ուկրաինան տարբեր մեղմության հայհոյանքներով ուղարկում է գրողի ծոցը։ Ինքը ամեն անգամ իր տնտեսուն ու անշարժ գույքի գործակալ Գոլֆիկի ընկերոջը ուղարկում է Պուտինի մոտ, նրանք տնտից, չգիտեմ, ականջներին չեն կախում, գալի ասում են, չէ, այսպես գործարք կա, արի համոզենք, թող Ուկրաինան Դոնբասը տա։ Ուկրաինան Դոնբասը չի տալու։ Տրամպի կողքը 4 հատ է Տրամպ դնեն, չի տալու։ Այսինքն պատերազմի մոտալու թեկուզ 26 թվականին ավարտելու մասին հույսեր 26 թվականին պատերազմը ավարտվի ինչով։ Կարա լինի զինադադար, հրադադար։ Կարան կանգնեն։ Այնը Ուկրաինայի պահանջը հենց այս գծով, Ռուսաստանը ասում է հենց այս գծով չէ, Դոնբասը պետք է տաս։ Սլավյանսկ, Կրամատորսկ, Պոկրովսկ, Կուպենսկ սաղ պետք է վերադարձնեն տան ռուսներին, Իսկ Եվրոպայի ազդեցությունն այդ ամեն ինչի վրա։ Եվրոպայի շնորհիվ էլ Ուկրաինան կանգնած։ Հիմա դուք արդեն ինձ թվում է 26 թվականին արդեն Հայաստանում էլ կհասկանան, որ Եվրոպա-Ուկրաինա տարբերություն չկա։ Մեզ մոտ էլ տենց ինչ որ փորձում են տարբերություն մտցնել, չէ, դա տենց չի։
Բայց մյուս կողմից էլ ասում են Եվրոպան չունի այնպիսի հզորություն, ինչպիսին ունի Գլուխները քարով են այդ ու տալի։ նաև աջակցելու հնարավորություն։ Գլուխները քարով են տալի, ով որ տենց ման Նույնն էլ նաև Հայաստանին է ներկայացնում, որ Հայաստանը իզուր է հույս դնում Եվրոպայի վրա։ Հրավիրեք բանավեճի խոսք եմ տալի, նույնիսկ չափտակել ոտերից տակ չառնել տենց մարդու, բայց կջախջախեմ, ով որ տենց ման։ Իսկ ինչպես եք ընդունում կամ ինչ կանխատեսումներ ունեք խաղաղության հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման հետ կապված, մեկ թվում է թե հայ է պետք է ստորագրվի, որովհետև նախաստորագրված է, մյուս դեպքում Ադրբեջանի պահանջը Հայաստանի սահմանադրության փոփոխության հետ կապված շատ կտրուկ է դրված ու 3 օրվա հայտարարությունը, որ Հայաստանի սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության պայմանագրին, մի փոքր նոր երանգ էր մտցրել այդ պահանջի մեջ։ Եթե մինչև հիմա ասում են պետք է փոփոխվի, հիմա ասում են պետք է համաձայնեցվի խաղաղության պայմանագրին։ Իմ բավականին հիմնավորված, բայց շատ անձնական կարծիքով հետխորհրդային տարածքում բոլոր նմանատիպ հարցերը կարող են լուծվել բացառապես ուկրաինական պատերազմի ավարտից հետո, ոչ թե զինադադարի հրադադարի։ Այսինքն չի ստորագրվի մինչև ավարտ տեսեք, լինի։ այս փաստաթուղթը, որ կա, այս նախաստորագրությունը բանը շատ լավ է իհարկե։ Բայց մենք պետք է շատ պարզ հասկանանք եւ իրականում Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է, որ Վիտյոկն ու Զյատյոկը, այսինքն Վիտկովն ու Կուշները, դրանք ոչինչ են։ Ամերիկյան establishment-ը, ամերիկյան deep state-ը դրանց բանի տեղ չի դնում։ Տրամպի հայտարարությունները ունեն 0 նշանակություն եւ 0 արժեք։ Հետևաբար օգոստոսի 8-ին բոլոր պայմանավորվածությունները ոչինչ չարժեն։ Ըստ նույնիսկ ստորագրած փաստաթղթերի, որտեղ վերջի պարբերության մեջ գրած է։ Ընկերություն շատ շուտով կստեղծվի Տեսեք, դա կոռուպցիոն գործարքի հոտ է գալիս դրանից։ Այո, եւ ես շատ խիստ կասկածում եմ, որ կոնգրեսում միջանկյալ ընտրություններից հետո դեմոկրատական մեծամասնություն ստանալուց հետո, երբ դեմոկրատական համապատասխան հանձնաժողով ստեղծվի եւ սկսեն ուսումնասիրել ու հանկարծ պարզեն, որ տրիպի մեջ Տրամպի փեսեն, Տրամպի տղեն, Նետանյախուի տղեն կամ իրանց հետ փոխկապակցված ընկերությունները ինչ որ կերպ մասնակցել են, լուրջ խնդրեմ կառաջանա նույնիսկ Հայաստանի համար։ Ստեղ մերոնք չեն հասկանում, չեն կարողանում արձագանքել ճիշտ։ Տրամպը, ոնց որ ասում են, կաղ բադ է։ Ես ասում եմ, չեն խորանում մարդիկ, այո, Տրամպի անունը կրող այդ բանը տրիպը դա կարող է այնպես բիծ լինի մեր քարտեզի վրա, որ էլ ասելու չի։ Իսկ ինչի բիծ, երբ որ կարելի է, եթե դուք նման կասկածներ ունեք ու դա իրականության համապատասխանում, հաջորդ վարչակազմը պարզապես դա օրինական հիմքերի վրա դնի։ Իրական հիմքերի վրա։ Դա չի կարող օրինական հիմքերի վրա դրվել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետական մակարդակով ոչ մի նմանատիպ ծրագիր չեն իրականացնում։ Ամերիկյան կորպորացիաներ պետք է գան։ Չպետք է 0-ից կորպորացիա ստե։ Ես ինչ եմ ասում, կոռուպցիոն հոտ եմ առնում։ Որովհետև Ամերիկայում կան կորպորացիաներ, որոնք Նյու Յորքի ֆոնդային բորսայում աշխատում են, որոնց գիտեսով են, ասենք չգիտեմ, ստեղծվել են 1901 թվականին։ Ասենք չգիտեմ, Ford Motors-ն է, General Motors-ն է, General Atomic-ն է։ Գալիս են ասում են հարգելի Հայաստան, մենք եկանք, այս մեր CV-ն է, կոմոց ծրագիր ենք անում։ Բայց հիմա տենց չի։ Հիմա անհասկանալի ընկերություններ են ստեղծվում։ Այս դեպքում հավանաբար չբերեմ, հա, մեջ բերեմ Իրանի Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականի հանդիպումը Հայաստանի դեսպանի հետ, երբ որ ասել էր, որ դա բավականին վտանգավոր է եւ Զանգեզուրի միջանցք էր անվանել հենց տրիպի ուղին, որ հենց այդ տրամաբանությամբ էլ այն կառուցվում է, որ դա գալիս է ամերիկյան ինչ-որ հայ-ամերիկյան ընկերություն, բայց դա նախնական քայլն է, դրանից հետո ՆԱՏՕ-ն ինքը կգա եւ կկանգնի այդտեղ, Ամերիկան այդպես է գալիս։ ՆԱՏՕ-ն այդքան չի անհանգստացնում ինձ ՆԱՏՕ-ն չի։ Տեսեք, այս հարցը Իրանը ասում է, Իրան չի անհանգստացնում ՆԱՏՕ-ն, Իրան Ամերիկան է անհանգստացում, իրականում ինքը քողարկում է դրա ԱՄՆ-ը եւ Իսրայել։ Բայց երբ որ Իրանը դա ասում է, ես հիշեցնեմ, ոնց եղավ, որ Աբշերոնում նստած Հեյդարի տղեն որոշեց, որ ինքը պետք է ստորագրի։ Գարնանը, Վիտյոկը, այսինքն Վիտկովը, հերթական անգամ գնաց ծախվելու Պուտինին։ Գնաց Պուտինի հետ գործարք կնքելու։ Երկար հանդիպումից հետո, որ ամբողջ աշխարհը ծնողապիղծ հայհոյեց Ամերիկային եւ բանին, ինքը իջավ Բաքու, հիշում եք հայտնի բաները, որ ինչի եկավ Բաքու։
Ինքը եկավ Բաքու, այնտեղ հանդիպեց այս կոմենկոմ, այնտեղ արդեն սկսեց այդ Ռաբեն, որը որ պատասխանատու է տարածաշրջանի համար, որը Տրամպի փեսու մոտիկ ընկերն է, այնտեղ այդ հարցը բարձրացավ եւ տարօրինակաբար Ալիևը այսենց համաձայնվեց։ Հիմա հետին բանով արդեն պարզա, որ այն ժամանակվանից ես որ ասում եմ, այդ միջանցքությունը հենց այնն չի։ Այս պահին Տրամպի ադմինիստրացիան եւ Պուտինի ադմինիստրացիան լուծում են անձնական հարստացման հարցեր, անձնական ոչ մի աղերս չունի Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը համապատասխան, որ ուզում եք իմանալ, ո՞նց ապահովում, նայում եք Սենատի եւ Կոնգրեսի որոշումները։ Հենց հիմա դատարանում, բարձրագույն դատարանում Ամերիկայի գործեր են լսվում, որ Տրամպը իրան հասանելի Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասությունից վեր որոշումներ ա կայացրել։ Հիշեցնեմ, որ Ամեկ Պլյուսի տաղավարում էր սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանը։